Տնաշեն հոդու քշերվա երաշ չես։ Վաղցրիր այդ ցավը տանը մի կտոր հաց էի կերել քթերիցս բերիր, բաց sense բան են անում։ Ինչի վախեցար ավո։ Դե իմ տվյալներով դու պետքա փակի տակ լնեիր, ես ոնց եղավ որ իմ ազատության մեջ ես։ Այդ արդեն քեզ չի վերաբերվում, թե ոնց եղավ։ Բա որ իմ գործը չի։ Հիմա ինձանից ինչ ես ուզում։ Ճիշտ է։ Արա ցավը տանեմ, թաթիկներդ մի կողմ քաշի, քեզ մի քիչ հավաք պահի, չի կարելի։ Իմ այդ դերասանություն մի արա ավո։ Ինչ ճիշտ է ասա հերս ու հունանը իրար հետ ինչ հարաբերությունների մեջ են։ Իսկ դու ջահել տղա ես, ես ամնեզիայով ես տարապում, հա։ Սխրելոզ բան։ Քանի անգամ եմ պատմել։ Ավո այն ինչ որ դու ինձ պատմել ես, էդի քո շայերից է բխե։ Հետո ա քեզ տես բան խաբել, որ դու էլ հավատացել ես։ Ավո ես լավ հասկանում եմ, քո նպատակը այն էր, որ ես դուրս գայի հունանի դեմ։ Հայ։ Հետանից ես հունանի չեմ կարող ոտերից տակ փռեմ, քեզնով պետք է անեի, հա։ Չես ամաչում։ Ես այդ տղեն եմ, արամ։ Ես ինչ ուզում, էդ էլ անում եմ ու ինձնով եմ անում։ Ես ուրիշի ձեռքով կրակի մեջից շագանակ հանող տղա չեմ։ Ավո, պատմի ինչ հարաբերությունների մեջ են եղել, թե չէ լավ չի լինելու քո համար։ Այդ ցավը տան, դու մի հուզվի։ Քեզ չի սազում, դու կուլտուրական մարդ ես, ես ինչ պահվածք է, ես ինչ շնորհ կա։ Հələ իմ պահվածքի նայի, ինչքան հանգիստ եմ, որ աչքերդ չեմ հանում, որ վիզը չեմ ջարդում, էռնայից կյանքից զրկելու համար ու ինձ այսքան ժամանակ խաբելու համար։ Ավո, հիմա ես ինչ դերասանություն ես անում։ Լսի, այսօր աղբորս բալեքը, աղբորս բալեն, բոյ ունի, բոյ պետք է անի, ես էլ պետք է գնամ աղբորս բալի կողքը լնեմ, էլի նայեմ։ Արի մի ուրիշ ժամանակ կզրուցենք, կխոսանք, իրար կհասկանանք։ Հասկացանք իրար։ Չէ, հասկացանք։ Տղս քայնումը ջո։ Դե թողելի բաբա ախպերական թող ասեկի էլի քայլելու խնդրի չունենամ էլի։ Ինանակ ընկալած լավն էր ապրես։ Ես դեռ օթերի մեջ եմ։ Ճիշտ է սպասում էի, բայց մի բանակ անխազգացում ունենալը, մի բանակ փաստ տեսնելը։ Այս ամեն ինչը նշելա պետք։ Անպայման։ Մի հատ մեծ ընթրիք կազմակերպի։ Չէ, դե լավ պապ ինչ ընթրիք հավես չկա։ Ոյ, տղա ջան, աշխարհով մեկ եմ եղել, ոնց չէ։ Պապ ջան, էլի ինտրիգ եք անելու, ով ասես գա, այտենց ձև բռնեն, յանի ուրախ են մեր ընտանիքի համար։ Լավ, ավելի լավ այդ մատաղարեք բաժանը կանապահովներին դրանից լավ բան չկա։ Լավ բան ես ասում, տենց էլ կանենք։ Բայց մենք գոնե կարող ենք այսօր երեկոյան ընտանիքով հավաքվել։ Չէ, այսօր ես չեմ կարող, այսօր կարևոր բոյ ունեմ վայելելու։ Դե իհարկե, դու ինչպես միշտ բռնցքամարտ ընտանիքիցդ առաջ ես գցում։ Աղջկատ նախքին փեսացում կպտելու է լավագույն ընկերոջ հետ։ Երկու աղբեր իրար ռինգում ուտելու են։ Լուրջ ես ասում, ես եմ ուզում կամ նայեմ այդ բոյը։ Դա քեզ պետք է։ Մենա տունը քո համար հանգստացի էլի։ Չէ, դե չհանգստանալ։ Լուրջ եմ ասում, հետաքրքիր է գամելը տենամ այդ երկու ընկերքին էլի իրար դեմ։ Քո կտորն է։ Բռնցքամարտի անունը լսում ոտքերը թուլանում են։ Դե նշի հիմա տես պինդ ոտերով ենք հիմա էլ է թուլ էլի։ Ոմի տաղես։ Մտածում ես ճիշտ էր քո ստեղ լինելը։ Հա, որ դա ոնց չմտածեր, որ իրա պատճառով չեմ եկել։ Պապ, նստի։ Բայց չեմ ուզում։ Ճիշտ է, լարված եմ, բայց չեմ ուզում նստեմ։ Ընտանիք, հո շատ չեմ ուշացել։ Լավ կլիներ ուշանայիր։ Հերես, դու խճկցես ցավը տանեմ։ Նախ առաջինը, որ ես եմ ստեղ, հետո Ռաֆիս տղեն ռինգում չի կարա վատ մարդ ցուցաբերի, չեմպիոնի տղայա։ Արժի քեզ հիշացնել, թե ինչի արդյունքում ամեր պապան մահացել։ Չնայած քեզնից լավ ոչ մեկը չգիտի մեր հոր մահվան մանրամասները։ Ձենդ ճպուր։
Այս քայլում, հա։ ու մանանը ոնց որ թե զարմացած չի։ Ոչխարը կանգնելու է ու նայում ոնց են աղբոր երկու տղերքն իրար ուտում։ Չէի սպասում քեզ այստեղ տեսնել։ Բարև ձեզ։ Եկել էի ձեզ հետ զրուցել, ճիշտ ասած։ Ես դուրս էի գալիս ու պատկերացում չունեմ, թե ինչի մասին մենք կարող ենք զրուցել։ Դուք միակ մարդն եք, ում կարող եմ վստահել։ Շատ պատասխանատու հայտարարություն ես անում։ Դե գիտեմ, որ հայրս ձեզ սիրել է։ Մի լարվեք, ես ոչ մի վատ նպատակներ չեմ հետապնդում։ Արի ես խոսակցությունը չսկսած ավարտենք։ Դուք Հունան Մակունցին եք ընտրել, դա ձեր իրավունքն է։ Բայց հանուն հորս անպատասխան մնացած սիրո, խնդրում եմ ինձ ասեք, ով է Մավան պատճառը հորս։ Կարող է դուրս գանք։ Չէ, թող։ Լեո, քեզ տնամ, Լեո։ Չքնես հանգած։ Լեոն, մի քնի, Լեո, աշխուր։ Հələ գլուխ չեմ անում, այ ախպեր, թե որտեղ է դա քո նման գազանը, որովհետև երկուսն էլ ուժեղ են թվում։ Օլինկա, ցավը տանեմ, դու ինչի համար ես եկել։ Այսքան ժամանակ տղուս ոչ մի մարդերին ներկա չեմ եղել, բայց ես անգամ որոշեցի, որ անպայման պետք է ներկա գտնվեմ։ Ախր քո փխրուն հոգին սենց բաներին չի դիմանա, ցավը տանեմ։ Պապս դուսուն կրան ստավ տանը։ Ինձ որ մնակ ուզեմ երկուսին էլ ես ռինգից մեջքի վրա հանեն։ Այստեղ եմ, դուրս կգաս, հիմա կգամ։ Լեա, ասեցիր չեմ գա, բայց եկար։ Չդիմացանար։ Դու ավելավ ասա ինչ վիճակով է հաղթում։ Դեռ չի հասկացվում, բայց պապատը գրիչը ստեղ են։ Գիտեմ, բայց չի կարա Լեոյին մենակ թողնեի։ Դու ինձ մոտ արեցիր Հունան։ Չեմ կարող չխոստովանել։ Լավ խաղ ցուցաբերեցիր։ Ստերիդ վերջը դու էլի։ Քո նպատակը մեկն է եղել՝ տիրանալ հորս ունեցվածքին, ու քեզ խանգարող համար մեկ մարդիկ եղել ենք ես ու Հունանը։ Որոշել ես հանես իրար դեմ ու երկուսիցս էլ ազատվես։
ու դու մաքուր դուրս գաս։ Արամն դեռ կգայեմ հետևից։ Պետք է մի բան մտածվի, որ դուրս գամ ստեղից։ Ասում էին ինձ։ Հունանը հանգիստ չի թողում։ Ուզում հարմս թափես, որ ինքը հանգստանա։ Հունանը չգիտի, որ ես տեղ եմ։ Արամ, օգնին ստեղից դուրս գամ։ Մի թույլ տուր, որ Հունանը մեզ իրար դեմ հանի։ Մենք նույն արյունն ունենք։ Որ նույն արյունը ունենք։ Ինչ է իր հարազատ աղբորը դավաճանում։ Չէր հիշում է Տարյան մասին։ Չկա տենց բան։ Միակ դավաճանը Հունանն է։ Հունանի հորը սառը պատերազմը սկսեց այդ ժամանակ, երբ Հունանը հորը սիրած աղջկան տարավ, Իննային։ Սոտոշ չփչես։ Իննան երբեք հորը սիրելին չի եղել։ Հայրը սիրել է Իննային, բայց Իննայի ընտրությունը միշտ Հունանն է եղել։ Ու իրանք ընկերներով այդ թեման բաց են թողել։ Հունանի երթական հետյատներն է։ Ես Իննայի հետ խոսացել եմ։ Ինչը վերաբերվում է հորինելուն, դա քո մոտ է լավ ստացվում մենակ։ Քո դեմքը արդեն լավ գիտեմ։ Իմացի պատժեց ստանալու ես։ Օրս դիկունքում գործելու ու ինձ գործիք սարքելու համար։ Հասկացա՞ր։ Այ մարդասա ինչ եք տվել իրար, որ չեք կարում առնեք։ Գիտես չէ, սաղ կյանքում ատեցի, որ մարդու նկատմամբ ուժ է գործադրում։ Հիմա մեր տղեն կամ կախտի, կամ էլ չէ, կբարդավի։ Լեո, մի քնի։ Անո։ Այս այստեղ արուն է թափվելու։ Բաբա աղբերական հարստացում։ Լեո, վեր կաց, Լեո։ Երկուս, իրեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ։ Ապրես, վեր կաց, այդ ենք։ Դու անուղել ես։ Պապա, հիմա խոսելու ժամանակը չի։ Գնա դու։ Չեմ գնալու։ Մինչև վերջ նայելու։ Ասացի գնա դու։ Լեո, ինչ ես անում, Լեո, մի հատ ուշքի արի։ Սենց չի կարա լինի։ Մի հատ հավաքում ես քեզ։ Գնա, ուշադիր։ Լեո, ուշադիր եղի, Լեո։
ու լեյքյատներ էիր պատմում քո պապայի հարաբերությունների մասին։ Արամ, զենքը դիճացրա։ Դու ոնց կարեիր աղբորոդ հետ տենց վարվեիր։ Ու ոնց էիր աչքերից մեջ կարում նայեր, Արամ, Հունանը քեզ մատերի վրա ֆրցնում է ու դու դա չես հասկանում։ Ես էլ քեզ պատասխան հարց ունեմ։ Ոնց է որ Հունանին վստահում ես, իսկ հարազատ ողբարիդ չէ։ Ախր դու ես տեսել իմ հորդ հարաբերությունները։ Ոնց կարեիր մտածել, որ ես տենց բան կարամ անեմ։ Դու իր քրոջն ես սպանել, իսկ ինքը քեզ բանտից հանում է։ Այդ քո համար ազդակ չի, որ Հունանի հերթական խաղերն է խաղում։ Հասկանում ես ինչ է անում, Արամ։ Ոնց ուզում խափում է քեզ տաքացած ես զենքը դիճացրու։ Չեմ հավատում։ Շատ ափսոս։ Նորից եմ կրկնում։ Դու իր ամենահարազատին ես սպանել, իսկ ինքը քեզ բանտից հանել է։ Ընդամենը նրա համար, որ դու իր պլանները իրագործես։ Ինձնից ազատվի, հետո քեզնից կազատվի։ Ինքը ամեն ինչի պատրաստ է, մենակ ոչ մեկ չիմանա ինչ է կատարվել։ Ինքը մաքուր դուրս գա այս պատմությունից։ Միամիտ տղա չես, Արամ, հասկացի ինչ է կատարվում։ Խոսա, լսում եմ։ Չես պատկերացնում ինչ ցավոտ է, որ դու քեզ սենց ես պահում։ Ես կյանքում դու իմ ամենահարազատ մարդն ես։ Չներելու կամ ներելու հարց չկա։ Իմ համար շատ ցավոտ է։ Հետո պարզվելու է, որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ ու դու քեզ վատ ես զգալու, որ իմ հանդեպ սենց ես քեզ պահել։ Հունանը քեզ ընդամենը օգտագործում է, Արամ, հասկացի հետ։ Լավ, վերջ, մոռացանք, սենց էլ լինում, մի օր կրում ես, մի օր կրվում ես, չես կարա միշտ կրես։ Մոռացանք հա դավո։ Դե հա, մոռանանք, ուրիշ տարբերակ կա, չպետք է կրվեիր։ Սենց չպետք է լիներ։ Ես էլ եմ էդ ասում, չպետք է սենց լիներ, չպետք է կրվեիր, չպետք է հաշվի առնելով ադիմացին հետ, որովհետև Վովան հաշվի չէր առնում, ով իր դիմացը կանգնած։ Ձեռը ճարներ դանակով է կխփեր քեզ։ Լավ, փակի թեման։ Ախր մեր սխալն է։ Մենք ենք մարդկանց մոտիկ ընդունում, հետո չենք իմանում ինչ անի, գլուխներս որ պատին խփենք։ Բայց ես ինձ հազիվ եմ զսպում, որ քեզ մի երկու բան չասել։ Հենց քեզ, որովհետև դու այսօր չէիր կռվում։ Լավ, փակի թեման էլի։ Դու այսօր անկապ շարժումներ էիր անում, ես որ լավ գիտեմ քո կռվելը։ Դու այսօր ուղղակի չէիր ուզում կռվեիր, ախպերս, ինչ ասեմ։ Վերջ տամ։ Աչքա, այսպես է լինում, բալես, ապետի պարտվես է, բանց, որպեսի ստապվես, ուշքի գաս, մտածես ինչ-որ բաների մասին, նորմալ։ Պապի փակեք թեման, խնդրում եմ։ Դուրս եկեք փոխվեմ էլի։ Արի պապի, լավ։ Բալես, այսպես էլ լինում։ Կհաղթես էլ, կպարտվես էլ, ոնց որ կյանքում, որտեղ է գրված, որ պետք է անպայման միշտ հաղթես։ Պարտությունն է մարդու համար, պարտությունը նրա համար է, որ ուշքի գաս, որ հասկանաս, որտեղ էր քո սխալը, եզրակացություններ անես։ Հասկանում եմ դժվար է քեզ համար, որտեղ դիմացդ Վովան էր, բայց ոչինչ։
Սա էլ է կյանքը։ Բան չկա։ Ամեն ինչ լավ է լինում։ Դե, փոխվի ես դրսում քեզ եմ սպասում։ Լավ։ Կանենց հուզված էր նայում, մեկն էլ կողքից տեսներ կմտածեր ամուսինը տա։ Սիրտդ էլ ցավում է։ Հա, սիրտս ցավում է։ Դե երիք ամեն ասածիցս հետո մի հատ մեկնաբանություն թողես։ Լսի դու քեզ կողքից լսում ես։ Ես արդեն վաղուց երեխա չեմ, պապ։ Հասկացանք էլի։ Որ հասկաներ չէր գա արցունքոտ աչքերով կանգներ ու բոքս նայեր։ Բա դուք էլ չգայիք։ Ձեր գալու իմաստը որն էր։ Ընդհանրապես տեսնեիք ոնց է պարտվում, որ ուրախանայիք։ Լավ, հասկացանք, լավ, всё։ Չէ, ոնց կլինի։ Մեկին 10-ը պետքա պատասխանի։ Ալո։ Արջամը փախավ, չկարողացա բռնել։ Ոնց ես Վովա։ Վատ։ Ու չեմ էլ ուզում խոսեմ։ Բայց տենց Մամ սուս։ Նարը գնա նստի ավտո։ Սար տեսնեմ ոնց են կգնա։ Քուրս ասում գնա նստի ավտոն, մի ջղայնասրա։ Սար ես չեմ ուզում ոչ մեկի հանդեպ թշնամանքով լցվեմ, ինչ ուզում ա լինի։ Բայց ով ասում որ պիտի թշնամանաս։ Դե քո ասածը հենց այդ էր, որ գնամ նստեմ մեքենան, որ Դավիթի հետ չխոսեմ։ Ախարա, ինչ եք մնում ու բոլորոդ ենթադրություններ անում։ Ասում եմ գնա նստի ավտոն, կգան, կգաս։ Այստեղ չկանգնես, այդքան բան։ Ինչ վիճակա ներսման։ Դե Դավիթն ու պապին էին Լեոյի մոտ, ասում են շատ ծանր է տանում, չի ուզում խոսա, չգիտեմ։ Արդեն պատկերացնում եմ։ Անկեղծ ասած ես առաջին անգամ չի որ բոքս եմ նայում, բայց նույնիսկ կոտար մարզիկները իրար նկատմամբ սենց կատաղած չեն կռվում, ոնց իրանք։ Իդ ինչ էր անում Վովան։ Դե Լեոն էլ ոնց որ էս չի ականջում քնած լիներ։ Եթե մտել էին ռինգ, պետքա կռվեին։ Հա բայց տենց։ Չգիտեմ արդեն։ Լավ էլ գիտես, Սար։ Դու տեսար, որ Լեոն իր ամբողջ ուժով չէր կռվում։ Վովան էլ, չգիտեմ, այնքան կատաղած էր, կատաղությունը աչքերից թափվում էր։ Լեոն դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու, զգում եմ։ Չէ, պիտի իրան հավաքի ու շարունակի։ Ոչ մեկս ապահովագրված չենք պարտությունից։ Շատ էր վնասվածքները ման։ Ես հանդերձարան չեմ մտել, չգիտեմ, բայց դեռ ռինգից որ իջավ դուք էլ տեսաք, տեղը տեղին ծեծված էր։ Սպասենք դուրս գա, հասկանանք ինչ ա լինում։ Երեխա շատ ակոդրված կորանամ ես։ Ուժ եմ ասում այդ Վովային ուզում էի գցեի քացուց տակ։ Լավ ինչ եղավ այդ տղային։ Այդ Վովան ոնց այդպես 180 աստիճանի տակ փոխվեց։ Ոնց։ Ոնց։ Տղուտ հարցուկ կասի։ Դավիթ դու տեսա չէ, այդ ձևերը գազանի պես հարցակվում ռինգում։ Այդպես ոնց կարելի է։ Ախր դու բոքսեր մարդ ես։ Ես որ բոքսեր չեմ տեսնում եմ, որ չես տեսնում Լեոն չուզելով է կռվում։ Դու չես տեսնում։ Այ քեզ բան։ Այդպես ոնց կարելի է։ Կյանքի մահվան կռիվ ես տալիս։ Հասկացանք էլի։ Դրա համար էլ բոյից հետո գլուխը կախ գնաց։ Աչքերից մեջ էլ չնայեց։ Այդ սաբը տանեմ, հասկանում ենք սպորտա, մեկը պտի հաղթի, մեկը պտի պարտվի, բավոց, բայց ես ձևով։ Ես ինչ կա, դրսում ես ինչ եք անում։ Ես սիմպոսուրա փոխվում, հա։ Հեսա դու տես, հոպարը մտնում ա մոտը ու ոնց ա տրամադրությունը բարձրացնում։ Ավո, գորշուն ես էլի, Լեոնը երվայնացած ա։ Գնալու ես վերև ավելի աչկայնանալու պատմություն է դառնալու, մի գնա։ Հիմա պատմություն դու ես սարքում, Դավո ջան։ Իա վերջացրեք։ Հա ցավը տանեմ, ես միշտ վերջացնում եմ, թորդ ա սկզբից սկսում։ Ինչ ես ուզում։
պապի լուրջ եմ ասում, ես տեղետ իմ ձեռով է գնալու, որ ես ազդում արդեն։ Հիմա որ ես տեղիցս վեր կացա, երկուսիդ էլ այնպես թաթալոշ կտամ, որ ամբողջ կյանքում կհիշեք։ Թաթալոշ իրան պետք է տաս։ Ես ձեր եմ։ Ներվի դա։ Չեկոնս, սիրտը տուտի հոպարը։ Ավելի։ Արա մեռնեմ սարտիտ, արա ցավըտ տանեմ։ Չմտածես, եղած նեղածա, լսում ես, այն ոնց որ ասում է անցածը հետ չես բերելու։ Մարդ ենք, կյանքա, ամեն ինչ էլ պատահում է։ Մի օր կընկնենք, մի օր ոտքի կկանգնենք, բա կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է, ցավըտ տանեմ։ Լեո, հլիզնայ, չէ, տնայ հոպարի աչկերին ու ճիշտը ասա, ինձ ես մեղադրում, որ սենց եղավ։ Չէ, հանգիստարի, մենակ ինձ է մեղադրում ես ամեն ինչի մեջ, այդքան բան, լինի էլ չխոսանք։ Ցավը տանը, այսի տղավարի էր, այսի հոպարից սրտից պատասխան էր հալալա քեզ։ Լեո պապուտ Ազիզ արև եմ երդվում, քեզ այնքան եմ սիրում, ոնց որ քո տեղը ես ծեծ կերած ելնեմ, այդքան սիրտս ցավում է, այդքան դու ազնիվ տղա ես, ինչ չես լսում ուղղակի, որ ասում այդ աղվեսը ուզում ա քո այդ թշնամանա, որ բոյի ժամանակ ինչ ուզի անի չէիր հավատում, տեսար, բայց դու սենց կրված չկայիր, դու սենց հələ բոյ արած չկայիր, այդ ոնց քեզ նակաուտ արեց, այդ նրանց է, որ դու ազնիվ ես, որ հոպարիդ չես լսում, ցավդ տանեմ, հա, դու ազնիվ մտածում ես հեսա 12 ռաունդ կպնելու եք, վերջում նոր մրցավարները որոշեն, այն ինչ հոպարդ ամեն ինչ գիտի, սաղ ջոկում ա, մեռնեմ կյանքիդ, ախր ես բոքսի մեջ մեծացած տղա եմ, ցավդ տանեմ, չեմպիոնս, չմտածես, լսում ես, հեչ չմտածես, սպորտ է, մի օր կկրես, մի օր կպարտվես, այս կյանքում թող ամենաքիչը մտածելու դա ունենաս, լսում ես, կյանքը ավելի դաժան կողմեր ունի, մեռնեմ քեզ, հիմա ես իջնում եմ դուրս, սպասում եմ չեմպիոնիս, որ քեզ թագավորի պես տուն տանեմ, Սիմպոս, Սիմպոս! Արամի զենքով գրագես փախավ։ Լեա ընդհանրապես սովորություն սարքի, հա, որ պապան բան ասում, պարտադիր չի հետս վրա պատասխանես։ Հունից հանում ես, հետո նեղանում ես։ Այսինքն որ պապան ինձ նեղացնում է նորմալ է, բայց որ ես եմ ինչ-որ բան ասում նորմալ չի։ Չէ, հեչ նորմալ չի, Լեա։ Հետո ինչ ա դու զգալի ասածից, այդ բան փոխվում, հա։ Կամ ի՞նչն է սխալ ասում այդ մարդը։ Սխալ է ասում, Գրիշ։ Ես արդեն զզվել եմ այս խոսակցություններից, դուք չեք հոգնել։ Ինչքան է հոգնել, չհոգնենք, էս է մամժան, ոնց ֆառանք էս թեմաներն է։ Դες դե զզվացրիկ էլի արդեն։ Լեա մի շչի, Լեա երկարը տեղ մի նայի, Լեա աչքերդ մի թարթի։ Կարող գիտեք նախնադառնա, ես էլ չգիտեմ ով է։ Ինչ ես այդքան շարունակում, չպատի գայր այդ բոյը նայելու, վсё։ Լսի կանգնածը տեղ այնքան նայեցիր մանանին, հալվեցիր։ Թե տենց ուղղակի եկել էր, տեսնեիր Լեոյի ու Վովայի կռիվը ոնց է վերջանում։ Հա, եկել է այդ տենայ։ Այ վերջ տվեք, առանց իրար վերջ տալու խոսում եք, վերջ, փակեք թեման։ Լեա, Գրիշոն ճիշտ է ասում։ Եթե հայրդ մի բան է ասում, մի պատասխանի։ Չէ, ուղղակի քիչ ամնում երկրորդ համաշխարհային մեջ էլ ինձ մեղադրի պապան։ Որ խոսում ես, ինչ որ լուծում տրվում, հա։ Իհարկե ոչ, ինչպես միշտ։ Ուրեմն լռիր ու մի շարունակի։ Մամա, ես անլեզու չեմ։ Ով ինչ ասի, ես էլ բերանս ջուր առած նստեմ։ Երեխեք ջան, լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Մանուշակ, ընկալ առաջ։
Լեո։ Լալա։ Մենք գնանք։ Լավ մնացեք։ Հաջողություն Դավիթ պապ։ Լեոն շատ վատ վիճակում էր, հա։ Տեղը չի գտնում։ Դավո, մենք իրար հետ խոսալու բան չունենք, այսքան ժամանակ անցել։ Նար ինչ պետք է խոսանք։ Շատ բան։ Հասկացա։ Այս բոյը ամենասխալ բանն էր, որ կարար լիներ։ Չէ, ինչի։ Շատ բան պարզ դարավ։ Ինչ է օրինակ։ Օրինակ ով է։ Հա։ Բայց հիմա պետք է ամեն բան դնենք մի կողմ, ու հասնենք առաջ։ Ահ, բերես։ Հենց այդպես։ Վայ Լեոն ինչի գնաց նստեց ավոյի ավտոն է։ Ես իր հետ ոչ միտեղ չեմ գնալու։ Պապի։ Թորանտասը թողա, մենք տաքսիով ենք գնում։ Ադա մեքենա է, նստելու ենք ինչ տարբերություն։ Պապի ջան, ես իր հավեսը չունեմ։ Ամբողջ ճանապարհին գլուխներս տանելու է։ Հա, էլի։ Հա չնստենք իմ մեքենան, գալու է տանը գլուխներս տանի։ Վերջացրեք։ Ինչ եղաք ցավները տանը, եկեք նստեք, ձեզ եմ սպասում։ Արի քուրս գնացինք։ Հայնա։ Երեխեքն ասեցին, որ ինչ-որ զանգ ա եկել, շտապ դուրս ես եկել։ Չէի ուզում զանգել, բայց գացի ուշանում ես։ Չես հավատաբաց գնում եմ ոստիկանություն։ Որ ասում եմ վերադառնում ենք հին ակունքներին, ճիշտ եմ ասում էլի։ Ինչի համար Հունան։ Հեռախոսով խոսալու չի կգամ կասեմ։ Ես ճիշտ եմ հասկանում։ Ինա հեռախոսով խոսալու չի ասեցի։ Վայ Լեո, ախր ինչի չես պատասխանում։ Հա Լեա։ Նարջան տուն եք հասել արդեն։ Չէ, ճանապարհին ենք։ Այսքան ժամանակ մնացել եք։ Դե հա ուզում ենք տեսնենք ոնց է Լեոն։ Իսկ ոնց է։ Ահա որ կոտրված։ Սարան փորձեց հետախոսի ենել 2 բառ ասել նստել մեքենան։ Իմ զանգերին էլ չի պատասխանում։ Դե երևի իրանք էլ են դեռ ճանապարհին։ Բայց լուրջ եմ ասում, ես մինչև հիմա չհասկացա ինքու ինչ էր կատարվում։ Սուսար ետ էինք խոսում։ Ոնց որ Լեոն Վովայի ոխերիմ թշնամի լիներ։ Դե բարձ երևում էր, որ Լեոն ամբողջ ուժով չի կռվում։ Հա, բայց դրան հակառակ Վովան ինչքան ուժ ուներ, խփում էր։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Լավ, հասիտուն խոսենք, հա։ Լավ, դե չքնես։ Քեզ եմ սպասում։ Ով իհարկե հասկանում եմ, որ ծանր օր ես ունեցել, բայց որ խնդրեմ կնստես խոսենք։ Խոսալու բան չկա։ Ոչ այսօրվա բոյն եմ ուզում քննարկեմ, ոչ էլ մինչև այդ տեղի ունեցածը։ Փակ է թեման։ Փակ չի։ Աչքիս առաջ լրիվ ուրիշ մարդ ես դարձել, ես արդեն քեզ չեմ ճանաչում։
Երևի ճիշտն էլ է դա։ Ոնց կարա դա ճիշտ լինի։ Տենց ման։ Հա, այսօրվա բոյեն նրա ապացույցներ, որ ես ուրիշ մարդ եմ դարձել։ Ինչ անեմ, պիտի համակերպվեք։ Չէ, ես չեմ պատրաստվում համակերպվեմ։ Ինչ ասեմ, ոչ մի բանով քեզ չեմ կարող օգնել։ Գնա իրերդ հավաքի։ Ես էլ իմը կհավաքեմ։ Գնում ենք ստեղից։ Էլ ստեղ մնալու ցանկություն չունեմ։